Ես իմ ամբողջ կյանքը ներդրել եմ սպորտի մեջ, ներդրել եմ Վարձով եմ ապրում այստեղ, ես Վարդենիսցի եմ։ Եկել եմ այստեղ, զբաղվում եմ պրոֆեսիոնալ պաուրլիֆտինգով։ Հիմա մի անորոշ ժամանակով եկել փակել են, երկու շաբթի օր առավոտյան եկել ենք, որ մտնենք մեր սիլիակում, բայց պրոստո ակում չի, հարազատներ ջան, ես իմ անդամներն են, ես ամեն առավոտ գալիս եմ մեր հաճախորդներին, դուռը բացում եմ ամեն ինչ, ամեն սպասարկող ջեմ ժպիտով սպասարկում է, գալիս եմ առավոտյան ժամը 7-ին, մինչև ժամը 1-ը զբաղվում եմ սպորտով։ Հիմա որ փակել են, ես որտեղ գնամ, այսինքն պետք է հավելյալ գումար մուծեմ, երեք ես իմ ընկերոջ չխնդրեմ, ինձ որպես յուր տանեմ ուրիշ սպորտ զալ։ Բայց ինչի ասենք ես որ մի չմուծեմ այդ իմ վեկալած փաթեթը ինձ գցելու են հարկային դաշ, չէ։ Հետո էլ ասեն պետքա տանես մուծես, բայց ինչի համար տանեմ մուծեմ, ես ոստեղ չեմ աճախում։ Այսինքն դեռ ֆիզիկական վիճակը ենթադրվող ուժում է, հա։ Հա բա ինչ եմ անում, այդ ցավը տանեմ։ Ես իմ ամբողջ կյանքն եմ ներդրել սպորտի մեջ, զբաղվում եմ, ուզում եմ ազգի համար իմ դրոշը ուրիշ երկրներում բարձրացնեմ, բայց չեմ կարողանում, այսինքն եկե փակել են, չի դառնում էլի, ասենց ինչ որ առանց զգուշացնելու գան 2 ժամ առաջ բռնեն փակեն, դες չի դառնում էլի։ Տեսեք մի քանի օր այսպես ակտիվ համացանցում շրջանառման են տեսակետը, որ շատ սպորտսմեններ, ովքեր հենց Արուկյանի ձեռքից հաց են կերել, հա, կարիերան ունեցել, առաջին ունեցել, այս դեպքում կարծես լռում են դուք, ինչ խոսք ունեք ձեր այդ սպորտսմեն ընկերների։ Ես այդ մեր սպորտսմեն ընկերների վրով ռելս եմ տեղադրել Instagram-ում, ես չգիտեմ ով իր ձևի մտածելակերպ ունի, արգել ես, բայց չի կարելի էլի այդքան ես չեմ ուզում ինչ որ մի անձանց վիավորեն կամ չգիտեմ շակերտավոր մարդկանց ինչ որ մի հերուներից բանացեն, բայց չի կարելի մարդ ուղակի այդքան ապեր ախտելնել այս հարցում էլի։ Բոլորս այդ տեղակ ենք, բոլորս էլ տեսնում ենք ինչ որ սպորտսմեն թեկուզ չգիտեմ ինչ որ մի չնչին բան անում մեզ ազգի համար Գագիկ Ծառուկյանը ինչ նվիրատվություններ ամ, ինչ ձևի, ինչ միջոցներով կանգնում սպորտսմենների կողքին։ Դες չի դառնում էլի ուղակի մի բուռ ազգ կամ 70 տարեկան մարդուն այդպես բռնի ուժով կոպիտ ասած ազանք տապալում են գետնին գցում են սայթը մետի հարի չէ բարեգործ մարդ է։ Իրարման մասին այսպես լավ պատկերացում։ Հա։ Եթե դուք ուզենաք կարող եք ինչ-որ մեկի նկատմամբ մի քանի օգնել, չէ՞, մենակով է, չէ, անհամաչափ դեպքեր։ Հա դե սիրուն չի կա։ Մի քանի իրավաբաններ տարիքի մարդու նկատմամբ։ Այդ տարիքի այդ մարդը ունի այդ մարդը սպորտսմեն է 70 տարեկան մարդ է, զբաղվում է սպորտով, ունի բազմաթիվ տրավմաներ, չի կարելի մարդուն այսպես վեգալ էլ տանել մի անգամ կամ տանում է այդքան իրանց որ մտան այսպես կարծես թե գրոհի էին մտնում, հա, մի անգամից դարպասներից ներս մտան։ Այտենց կներեք 1000 անգամ կոնկրետ ֆիլմ, այսի չգիտեմ ազնական վենդետա այդ ինչա, բայց թե աշխատողները, թե իստե հաճախորդները ինչ կապ ունեն դրա հետ։ Ասենք լավ մենք որպես հաճախորդ էլան գնացինք ուրիշ զալ պարապելու, բայց մեր ընկերների գործ է։ Բայց մարդիկ ինչ անեն։ Այսօրներ չի Հայաստանը լեփլեցուներ sense զալերով կամ չգիտեմ, ամեն մի զալ էլ չի, որ sense պրոֆեսիոնալ զալ է։ Մարդիկ գալիս են այստեղ, գիտեք ինչքան տարեց կին, ինչքան տարեց մարդիկ են այստեղ գալի բուժվում։ Էսի առողջական կենտրոնն է, էսի մեր տունն է դարել։ Առավոտյան որ եկան մուտք չունեին։ Հոնքուր դրան մուտք։ Կարամ ասեմ, ուղղակի շարժում եմ, պարոն, դժգոհ եմ, պարոն Փաշինյան։